Ավելի քան 19 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ Մեհեր Ենոքյանի գործը չի վերաբացվի։ Նուբարաշենք հրակատարողական հիմնարկում հոկտեմբերի 8-ին հրավիրված արտագնանիստին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր նոր Երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Ենոքյանի գործը։ 20 տարեկանում համակուրսեցուն սպանելու մեղադրանքով 1996 թվականին մահապատժի դատապարտված, իսկ դրանից հետո առանց դատարանի որոշման ցմահ ազատազրկման դատապարտված Մեհեր Ենոքյանը տարիներ շարունակ պնդում է, որ ինքն անմեղ է։ Անցյալ տարի Ենոքյանն իր գործինյութերը տրամադրել էր Նիդերլանդներում գործող անկախ փորձագիտական կենտրոններից մեկին։ Դատաբժշկական եզրակացությունը հաստատել էր Ենոքյանի ցուցմունքները։ Ցմահ բանտարկյալը շեշտեց, որ փորձաքննության մեջ կա նոր Երևան եկած առնվազն 2 հանգամանք, որոնք հայտնի չէին եւ չէին կարող հայտնի լինել դատարանին 1996 թվականին, որովհետեւ հիմնված են 21-րդ դարի բժշկագիտության տվյալների վրա։ Դատաբժշկական փորձագետի 1996 թվականի Մակարյանի եզրակացությունը չի համապատասխանում այսօրվա գիտությանը։ Սա նոր Երևան եկած հանգամանք չէ։ Հետևաբար Մեհեր Ենոքյանի ցուցմունքը հիմնավորում է տուժողի գլխի վերքերի ծանրության վերաբերյալ դատաբժշկական ապացույցներով։ Հազար ներողություն, առաջի ատյանի դատարանի պնդմամբ եւ դատախազության պնդմամբ մենք ունենք դատարանի անհայտ մնացած հանգամանք, բայց սա անհայտ չէ։ Չկա նաև որևէ ապացույց, որ տուժողը խեղդամահ է եղել։ Դիահերձման կատարելիս տուժողի մարմնի վրա չեն հայտնաբերվել նման հետքեր, ինչը բացարձակապես 20 տարի առաջ քննության առարկա չի դառել եւ ապացույց չակերտավոր համարվող մեկը դրվել է մահապատժի դատավճռի հիմքում, որ ասել են խեղդամահ է եղել։ Այսօր արտասահմանյան փորձագետները ասում են չկա նման բան, չի հայտնաբերվել, հենց քրեական գործի նյութերից չկա։ Սա նոր Երևան եկած հանգամանք չէ։ Թե դատախազությունը, թե կենտրոն եւ Նորմարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որոշել էին, որ արտասահմանյան փորձագետի տրամադրած եզրակացությունը նոր Երևան եկած հանգամանք չի կարող դիտարկվել, նշելով, որ ի հայտ չեն եկել փաստեր, որոնք 20 տարի առաջ անհայտ էին դատարանին։ Առաջին ատյանի դատարանի, ինչպես նաև գլխավոր դատախազության մերժումներում որպես հիմնավորում նշվում է, որ Ենոքյանի այն փաստարկները, թե 21-րդ դարում կատարվել է ժամանակակից գիտությանը համապատասխան նոր փորձաքննություն, խիստ կասկածելի են։ Մերժման որոշումների մեջ նշված է նաև, որ չի կարելի թերագնահատել 1996-ին դատաբժշկի տված ցուցմունքը։ Չեն կարող ցանկացած դատապարտյալ իր վերաբերյալ ժամանակին քննված քրեական գործով ապացույցի վերաբերյալ 10 տարի, 20 տարի հետո ինչ-որ եզրահանգում անի նոր, կամ այդ եզրահանգումը անի այլ անձ, ենթադրենք նոր փաստաբան ներգրավի, նոր փաստաբանը այդ հանգամանքի վերաբերյալ այլ կարծիք հայտնի։ Դա չի նշանակում, որ բարույթ իրականացնող մարմնի համար իմպերատիվ պահանջ է, եթե նոր հանգամանքի վերաբերյալ այլ անձ նոր կարծիք է հայտնում, գնացեք այդ կարծիքը ստուգեք, ճիշտ է հայտնի, թե ճիշտ չէ։ Մեհեր Ենոքյանը հիշեցնելով պատժի կրման հետ անհամատեղելի մի քանի հիվանդություն ունեցող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի եւ այլ ցմահ դատապարտյալների օրինակը, ասաց, որ Հայաստանի իշխանությունները դեռ պատրաստ չեն ընդունել դատական սխալները։ Իսկ Հայաստանում մինչ օրս մենք չունենք նախադեպ, որ գոնե մեկ նախկինում մահապատժի դատապարտվածի գործ վերաբացվի, իսկ մեր օրենքների համաձայն դա հնարավոր է դատական սխալի հիմքով եւ նոր Երևան եկած հանգամանքներով։ Երբ է այդ սառույցը ջարդվելու, որ մեր Հայաստանի Հանրապետությունն էլ գիտակցի, որ պետք է անդրադարձ կատարել, եթե մարդը անմեղ է, պետք է վերադառնա ընդունենք դատական սխալի հնարավորությունը։ Բայց մենք նույնիսկ այն առաջի քայլը վարույթ հարուցելը չենք ցանկանում անել։ Ինչու՞։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ իշխանությունները բացառելով գործերի վերանայումը խտրական վերաբերմունք են ցուցաբերում ցմահ դատապարտյալների նկատմամբ։ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդիները, երբ որ մուտքում դաժանաբար մեկին սպանեցին, նրանցից միայն մեկը դատպես նստեց եւ հետո ներումով ազատ արձակվեց։ Եթե սա համեմատում ենք ցմահ ազատազրկված շատ դատապարտյալների հետ, ապա նրանց կատարած հանցանքը կամ ենթադրյալ հանցանքը շատ ավելի մեղմ է, քան այդ հանցանքը, բայց սրան տրվել է 8 տարի, եթե չեմ սխալվում, տրվել եւ ներումով ազատ է արձակվել, բայց նրանց մահապատիժ հետո ցմահ ազատազրկում, հա, այս խտրականության օրինակ։ Մեհեր Ենոքյանի մայրը որդու ազատման հույսը չի կորցնում։ Պայքարը պիտի մինչև վերջ լինի, մինչև որ այս իշխանությունները իրենք
նստեն իր փոխարեն ճաղերի հետևում, հետո նոր այդ բոլորը կլինի։ Ես դեռ հույսս չեմ կտրում։ Մեհերյան Օքյանը դատավորի որոշումից առաջ ասաց, որ ինքը գիտի, դատավոր Համբարձումյանը մերժելու է իր բողոքը, քանի որ դատարանները Հայաստանում անկախ չեն եւ սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին։ Հիմնավորված ձևով չեմ հարգում բոլոր այն դատավորներին, ովքեր մերժման որոշումներ են կայացնում, սկսված Զինավար Ղուկասյանից, ով անարդար առանց որևիցե հիմնավորումների մահապատժին դատապարտեց 20 տարեկան Մեհերից։ Ես այդ դատավորներին չեմ հարգում եւ ասում եմ օգտվելով սահմանադրության իմ իրավունքից, խղճից առաջ հանգիստ լինելու համար։ Ասում եմ հարգելի դատարան, բայց ես չեմ հարգում մեր դատարանները, որովհետեւ Մեհեր Ենոքյանը ես անմեղ 20 տարի տառապում եմ։ Արտակ Համբարձումյան, Գևորգ Հարոյան, Civilnet։